пора, сказать, что не гоятся раны, так долго не гоятся раны, и певно капем загоится, потребно ни день, ни год, помилки несподівани, і страти несподівани, хотя отгукаются ботом своей нестомной тугой, а нині дівчинка-птушинка ходить, пуща не вилито сонця, судовного майського дня, и гух, и замнет мелоди, и она небытое маленькое песчотное зайчиня. Մեզ իր բանասեցական ողջուններ ուղարկել Մինսկից նշանավոր բանաստեղծ Նաում Գալպերովիչը, կարդաց բելոռուսերեն, եւ ես հիմա երկու խոսք պիտի ասեմ ռուսերեն, որ մեր բարեկամը լսի։ Наум Яковлевич Гальперович, председатель общества Беларусь-Армения, Республиканского общества дружбы, автор более 2 десятков книг поэзии и прозы, лауреат многих литературных премий. Наш друг, наш дорогой поэт Наум Гальперович пишет на тонком поэтическом языке. Смотрите. Сохрани мое слово, мой будущий век. Сохрани, как леса, а истинные гнезда, как багряный рассвет, как тропинку в траве, как в ночи августовской высокие звезды. Это замечательная поэзия. И мы благодарим Наума Яковлевича за нашу дружбу, за теплое отношение к кавказскому армянскому народу. Мы друзья, поверьте. Спасибо вам, дорогой Наум Яковлевич. Այս պատմվածքը ես գրել եմ մի աղջկա համար, որն այդպես էլ չիմացավ, թե ես սիրում եմ իրեն։ Գրել եմ 100 տարի, գուցե ավելի։ Գրել եմ հողիտը, մի զարմացեք մարդիկ։ Ես հիշում եմ իմ կյանքի վերջին օրերը, որ նման չէին ոչ մի անցած օրվա։ Աշխարհի համար ես երջանիկ եմ։ Եղբայրն ինձ քույր ունեի ընտանիք, երեխա, որ զանգակ իր վարի խշշեց։ Ուրիշերին չէր հարկավոր երջանկության համար, բայց երևի հարկավոր էր, քանի որ ես երջանիկ չէի։ Ու հանկարծ իմ կյանքի մեջ լցվեց նա։ Պատահել է, որ ամառվա շոգին, երբ արևից ու երազներից թմրած կանգնած եք եղել, Կատակասեր մեկը սարը ջուր է լցրել ձեր ծոծրակին։ Առաջին պահ վեր եք թռել, երևի նույնիսկ կշտամբել եք տանողին։ Իսկ հետո հանկարծ զգացել եք, որ հենց դրա համար եք կանգնած արևի տակ։ Գուցե ամբողջ կյանքում դրա համար եք կանգնած։ Նա այդպես լցվեց իմ կյանքի մեջ։ Խելագար ու զարմանալի, ոչինչ չպահանջող և անզգույշ։ Ես հիմա չեմ հիշում, գեղեցիկ էր նա արդյոք։ Նրա աչքերի մեջ կար հարցական մի տխրություն, մի քիչ երկինք և մի քիչ ֆշշոց։ Ինձ թվում էր այդ աչքերն անընդհատ նայում էին կյանքին ու հարցնում. Ինչու՞։ Ես մինչև վերջ էլ չկարողացա այնպես անել, որ նա հավատա, թե ես էլ իրեն եմ սիրում։ Մենք քայլում ենք մութի միջով։ Միայն մութի մեջ մենք կարող ենք սիրել բաց աշխարհում։ Դրա համար էլ ատում ենք ոչ միայն էլեկտրական լույսերը, այլև աստղերը, երբ նրանք չափից դուրս վառեն։ Մենք քայլում ենք մութի միջով և նա ուզում էր, որ ասեի, թե
ինձանից շատ սիրում եմ իրեն։ Ես հետո արդեն հողի տակ շատ ափսոսացի, որ նրան չեմ ասել այդ բարերը։ Այդ բարերը, որ նրան էին, բայց ուշն է արդեն։ Ինչ ես մտածում էի մեր վերջին գիշերի մասին, ինձ արդեն ներքև է իջեցնում։ Հետո այլևս ոչինչ չլսեցի։ Մնաց միայն ծաղիկների խիտ բույրը, որ քարացավ իմ ու հողի արանքում։ Այդպես անցան օրեր, ամիսներ, երևի տարիներ։ Ու ես հիշեցի այն